Միջազգային մամուլում շրջանառվող այն տեղեկություններից հետո, թե Իսրայելը ԱՄՆ-ից աջակցություն է խնդրել Բեյրութում ռազմական գործողություններ ընդլայնելու համար, The Jerusalem Post-ին ԱՄՆ պաշտոնյան հայտնել է, որ Միացյալ Նահանգները չի ակնկալում, որ Իսրայելը հանդուրժելու է իր քաղաքացիների վրա ահաբեկչական կազմակերպության շարունակական հարձակումները։ Ամերիկյան կողմը ընդգծել է, որ լարվածության նվազեցման եւ բոլոր կողմերի քաղաքացիներին պաշտպանելու համար Հեզբոլահը պետք է կրակը անհապաղ դադարեցնի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին առաջարկել է ռազմական գործողությունների ապայսկալացման նոր շրջանակային ծրագիր։ Ըստ դրա, Հեզբոլահը պետք է դադարեցնի բոլոր հարձակումներն Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը զերծ կմնա Բեյրութում գործողությունները ընդլայնելուց։ Թեև Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը փորձել է համաձայնություն ձեռք բերել, Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի պատասխանը եղել է խուսափողական եւ հիասթափեցնող։ Բերին հայտարարել է, թե կարող է երաշխավորել Հեզբոլայի հանձնառությունը հրադադարին, սակայն պահանջել է, որ նախ Իսրայելը դադարեցնի կրակը։ Պարբերականը գրել է, որ այս դիրքորոշումը հակասում է փաստացի իրավիճակին, քանի որ մարտի 2-ին հակամարտության այս փուլը հենց Հեզբոլահն է նախաձեռնել։ Լիբանանում ընթացող ռազմական գործողությունները, որոնք վարչապետ Բենյամին Նեթանյահուն վճռորոշ շրջադարձ է անվանել, արժանացել են եվրոպական մի շարք առաջնորդների քննադատությանը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը դատապարտելով իրավիճակը, ընդգծել է, որ Իսրայելի ռազմական էսկալացիան հանգեցնում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, ենթակառուցվածքների ոչնչացման եւ զրկում է դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելուց։ Նա պահանջել է անհապաղ դադարեցնել գործողությունները, միառժամանակ Հեզբոլահին կոչ անելով զինաթափվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին շեշտել է, որ ոչինչ չի արդարացնում Լիբանանի հարավում ընթացող մասշտաբային էսկալացիան, պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Միջազգային այս ճշմարտ ֆոնին Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հայտնել իր հաջողությունների մասին։ Ըստ իսրայելական կողմի, Բոֆոր ամրոցի գրավումը ռազմավարական նշանակություն ունի սահմանամերձ համայնքների անվտանգության համար։ Ցախալի տվյալներով ապրիլի 16-ից հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր ոչնչացվել է Հեզբոլահի շուրջ 900 զինվոր, իսկ միայն վերջին գործողությունների ընթացքում Տյուրի շրջանում եւ այլ հատվածներում ոչնչացվել են զենքի պահեստներն ու հրամանատարական կետեր։ Լիբանանի վարչապետ Նաֆաֆ Սալամը Իսրայելի գործողությունները որակել է որպես այրված հողի քաղաքականություն եւ հավաքական պատիժ։ Հակամարտության հետևանքով մարդկային կորուստները շարունակում են աճել։ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով մարտի 2-ից ի վեր զոհվել է 3412 մարդ, վիրավորվել 10269։ Իսրայելական կողմն էլ հայտնել է 25 զինծառայողի մահվան մասին։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվել է։ Քուվեյթի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը ողջ գիշերը որսացել են հակառակորդի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Քուվեյթի պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկրի ողջ տարածքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Քուվեյթի վրա հարձակման մասին տեղեկություններից ընդամենը րոպեներ անց ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հանգստյան օրերին ռազմական հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ամերիկյան կողմը հստակեցրել է, որ թիրախավորվել են Գորուկ շրջանի եւ Քեշմ կղզու ռադիոլոկացիոն կայաններն ու անօդաչուների կառավարման կետերը։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, այս գործողությունները եղել են չափավոր եւ նպատակային միջազգային ջրերում ամերիկյան անօդաչուի ոչնչացմանը ի պատասխան։ Ամերիկյան կործանիչները ոչնչացրել են նաեւ իրանական հակաօդային պաշտպանության համակարգեր եւ 2 հարվածային դրոն, որոնք սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանային ջրերում նավարկող նավերի համար, հայտնել է կենտրոնական հրամանատարությունը։ Well, Mr. President, thank you for welcoming us back here to the White House. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ իր առաջարկած հրադադարի համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա, ակնարկելով, որ բանակցությունները այժմ կենտրոնանում են Իրանի միջուկային ծրագրի վրա։ Սոցցանցի իր էջում նախորդին արված գրառման մեջ նախագահ Թրամփը նշել է, որ գործարքը շատ հստակ ասում է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։ Այնուհետև փաստաթուղթը երկար եւ բավական ուժեղ ձևակերպումներով անդրադառնում է միջուկային հարցի տարբեր կողմերի։ Ավելին, համաձայնագրի մեծ մասը հենց դրա մասին է, գրել է Թրամփը։ Թեմային Սպիտակ տան ղեկավարը ավելի վաղ անդրադարձել էր
նաև Fox News-ի եթերում մեկնաբան Լարա Թրամփին իր հարցին տված հարցազրույցի ժամանակ։ Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ միջուկային զենք երբևէ չի լինի, ասել էր նախագահը, հավելելով, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ։ Սրա ֆոնին Թեհրանից շարունակում են պնդել, որ իրենց միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ համաձայնություն չունեն Վաշինգտոնի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախորդին հաստատել էր, որ բանակցությունները շարունակվում են, սակայն հորդորել էր զգուշանալ շահարկումներից, շեշտելով, որ Թեհրանը չի կարող դատողություններ անել բանակցային գործընթացի մասին, քանի դեռ հստակ արդյունքներ չկան։ ԱՄՆ-ն ու Իրանը վերջին շաբաթներին մի շարք առաջարկներ են փոխանակել։ The New York Times-ը եւ Axios-ը մայիսի 30-ին հայտնել են, որ Թրամփը Թեհրանն է ուղարկել շրջանակային համաձայնագրի նոր տարբերակ, որն ավելի խիստ պայմաններ է ներառում։ Ինդոնեզիայում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 19 մարդ, անհետ կորած է համարվում 3-ը։ Ռումբը ենթադրաբար երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած է եղել։ Պայթյունի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն, մինչ հետաքննության ավարտը մոտակայքում բնակվողները լքել են իրենց տները հնարավոր փլուզումների վտանգի պատճառով։ Ինդոնեզիայի կղզիները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարևոր ռազմաճակատ են հանդիսացել։ Մինչ օրս հետազոտողները կղզիներում հայտնաբերում են պատերազմի տարիներից մնացած գաղտնի ռազմական պահեստներ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ուղերձ է հղել Արարատյան տոների շաբաթվա մեկնարկի առիթով։ Հայրապետական խոսքն անդրադառնում է հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին եւ Սուրբ Էջմիածնի տոնին։ Եկեղեցու առաջնորդն արձանագրել է երկրում տիրող խորը պառակտումն ու հասարակության մեջ ատելության սերմանումը։ Ուղերձում նա մտահոգություն է հայտնել եկեղեցու դեմ իրականացվող իշխանական ճնշումների եւ ազգային ինքնությանը հասցվող հարվածների վերաբերյալ։ Կաթողիկոսը քաղաքական ուժերին հորդորել է զերծ մնալ թշնամական խոսքից եւ չվտանգել ժողովրդի անդորը։ Հոգևոր պետի այս կոչը նպատակ ունի վերականգնել ներազգային համերաշխությունը հայրենական ծանր կորուստների եւ անորոշ ապագայի պայմաններում։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական Երևանին հորդորել է ցուցաբերել առավելագույն զգուշություն Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև կտրուկ ընտրություն կատարելու հարցում։ Նա հայտարարել է, որ Ուկրաինայի ներկա ճգնաժամը սկսվել է հենց նմանատիպ աշխարհաքաղաքական տատանումներից։ Լուկաշենկոյի խոսքով վերջերս պատերազմ տեսած հայ ժողովուրդը չպետք է շտապի եւ հայտնվի նոր ու ծանր իրավիճակում։ Լուկաշենկոն թերահավատություն է հայտնել շտապողական որոշումների նկատմամբ եւ կոչ է արել հաշվի առնել բոլոր ռիսկերը։ Վերջում նախագահը նշել է, որ իրենք կընդունեն հայ ժողովրդի կայացրած ցանկացած վերջնական որոշում։